Ուրեմն սրանից 2-3 ամիս առաջ մենք մի հարցի մասին բարձրաձայնեցինք, որին պատասխան չեղավ, դրա փոխարեն կայքից հեռացվեց այն ինֆորմացիան, որի մասին բարձրաձայնել ենք։ Սիրելի երևանցիներ, խոսքս վերաբերվում է Երևան ԿՏՄ կայքի, Երևան ԿՏՄ-ը դա Երևան քաղաքի պաշտոնական կայքն է, այդ կայքը ունի 3 լեզու, հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Այդ կայքում ուրեմն մի հատ բաժին կա, որը տրանսպորտի մասին է, տրանսպորտին է վերաբերվում։ Այդ տրանսպորտի բաժնում կա ինֆորմացիա Երևան քաղաքի տրանսպորտի մասին, այսինքն եւ շարժատ ուրեմն ավտոբուսների, տրոլեյբուսների եւ մնացած ուրեմն տեխնիկայի մասին եւ ուղևորական հոսքի մասին։ Ուրեմն այդտեղ մի հատ ինֆորմացիա կա, որը այս իշխանությունները չեն ջնջել եւ այդ ռուսերեն տարբերակով մոռացել էին ջնջել, հավանաբար պահել էին, իսկ հայերեն տարբերակով 21 թվականի ինֆորմացիա։ Ուրեմն 19 թվականի ինֆորմացիա է ռուսերեն տարբերակով, որտեղ գրված է, որ 19 թվականին Երևան քաղաքում եղել է 84 միլիոն 300,000 ավտոբուսային ուղղափոխադրում եւ 85 միլիոն 300,000 միկրոավտոբուսային ուղղափոխադրում, 5 միլիոն 200,000 է տրոլեյբուսային ուղղափոխադրում։ Գումարայինով ինքան 74 միլիոն 174 միլիոն 800,000։ Ուրեմն 174 միլիոն 800,000 տարեկան կտրվածքով, օրեկան կտրվածքով անում է 478,479,000 ուղղափոխադրում։ Հիմա տեսեք 19 թվական, երբ որ ամբողջ գանձումները կատարում էր կանխիկ, երբ որ իրանց ասելով բարոյթները գողանում էին, այդ ժամանակ 479,000 դոլարով ֆիքսվել է։ Եվ 19 թվականից հետո այս իշխանությունների բերած փորձանքից մեր երկրորդ հանրապետությունը կորցնելուց հետո Արցախահայությունը արտագաղթել է Երևան նաև եւ օգտվում է հանրային տրանսպորտ, այսինքն տեսականորեն ուղևորական հոսքը շատացել է։ Բայց այս մարդիկ 2025 թվականի գործակալ կառավարականներում զեկուցում են, ուրեմն 200,000, 230,000, 250,000, այս անգամ 270,000 ուղղափոխադրման մասին։ Պարոնայք եք տիկնայք, բավոր այն 250,000 ուղևորները, ինչ եղան։ Այստեղ երկու պատասխան կա, կամ դուք այդ գումարը գրպանում եք, կամ մարդիկ բոյկոտում են։ Որոշեք դուք եք, երրորդ տարբերակ չկա։ Հաջորդը, երբ որ խոսում ենք տրանսպորտի թանկացումից եւ ասում ենք, որ տրանսպորտը թանկացվել եք, իրենք արտարացնում են, ասում են նոր շարժակազմեր եք գրել, դրա համար թանկացնում ենք։ Այստեղ բանալի բառը նորն է։ Երբ որ մի բանը նոր է լինում, մի ապրանքը նոր է լինում, դա չի կարող ունենալ ավելի շատ ծախս, քան հինն է։ Հիմա այս մարդիկ ասում են նոր եք բերել, թանկացել, բայց այդ դեպքում այդ տրամաբանությամբ պետք է հինը ավելի շատ թանկ լիներ, քան նորը։ Իսկ դու բերել եք նոր տրանսպորտը, ուրեմն այս դեպքում ելի երկու պատասխան կա սրան, կամ այդ շարժակազմերը նոր չեն, հին են, կամ ռուսերեն ասած բռակ են, այսինքն խոտանված են։ Չգիտեմ, դա էլ որոշեք ինքներդ։